Ինչ է անում այս մարդկությունը այս մոլորակի վրա։ Ինչի է հայտնել են ուր է գնում։ Բայց ըստ ձեզ ուրեմն ամեն մեկ իրենց դերն ունի։ Յուրաքանչյուր ազգի դերն ունի բանի մեջ ու հայերի դերը։ Որ կյանքը իմաստ ունի, որ մենք չենք կարողանում հասկանալ։ 530-ի վրա գրել է, որ բոլոր տվյալներն ասում են, որ նեոլիթյան հեղափոխությունը եղել է Հայաստանում։ Գբեկի թեփեր չենք լսել։ Այսինքն այդ խոսքը ասելու դու գովեկի թեփերի մասին դեռ չէի լսել։ Ոչ ես գիտեի, ոչ հիշել եմ համասարանում հայագիտական բաժինը։ Դուք հետևողական ասում եք, որ հայկական մշակույթն է ձեր խոսքում, բայց արդյոք դա իսկապես հնարավոր է այսպես ամրագրել։ Այո։ Ունեն բոլոր փաստերը։ Այո, բայց զորեղ փաստեր կան, որ հնարավոր չի վիճել այդ փաստերը։ Վարկեք, 1-2-ը։ Որ դուք ասել եք, վերացածներ 2-3 տարի հետո ասում են գիտնականները։ Մինչև վերջին 2-3 տարի առաջ Գերմանիայում Լայպցիգում մարդաբանական էվոլյուցիա մարդաբանության ինստիտուտում շատ լավ ինստիտուտ է, շատ խելոք են էլի հաստատեցին հայերը որդուսն հայերի կենտրոնը։ Էության գաղափարը հիմա հասան դեսակ այս գիրքը վերջին գիրքն էր էության ակնուակունք Այսա վերում են մեզ հաստատելու, որ սա ճիշտ էր, որ էություն բառը, բառը, սրբազան բառ և այլն ություն ատանց է, միջայնոց, 7-ի և 8-ի փոխհարաբերություն մտան նրա մեջ, դարձվեց, որ անգամ շատ որ խոսվում է քվանտայի տեսություն, եզակիություն, սինգուլար նստմանյալատեսությունը ինչ եղել է սկզբում, այդ 10-ին մինուս 33 աստիճան, սիստիշ փոքր մարդիկ լինեն, դերից այս տեզեր գդով, էություն եղել, կյանքի էություն եղել։ Հետո մեր գիտականները լեկացել են, որ կյանքը երկրի էությունն է։ Կյանքը երկրի էությունն է։ Այո, ասել են շատ խելոք մարդիկ։ Ձեզ ուղղորդել են այդ շատ պոետիկ հնչեց, կյանքը երկրի էությունն է։ Այո, հոգևոր գոյացություն է ազգ։ Դրան էլ ասում են, եթե կա ինքնագիտակցություն, մենք խոսում ենք ազգի մասին։ Հակառակ դեպքում կենտրոնական աշխարհի գոյություն ունի։ Չեք կարող հասկացել կենտրոնիներին։ Պարոն Վարպետյան, մեզ ինչ է սպասվում։ Մեր ազգի ճակատագրին ինչ է սպասվում։ Նույնիսկ եթե մենք մարդկայնորեն անհայտանանք, անհայտացել են ազգեր կան, անհայտացած ազգեր կան։ Տխուր բան եք ասում, բայց լսեմ, տխուր բան եք ասում, բայց ես կասեմ, անջարներ կան, որոնք չկան այլևս այսօր, բայց նրանք ներկա են։ Առավել ներկա են, քան ներկաները։ Այո, ուրեմն հարց է առաջ գալիս ինչպիսի հասարակություն եք ուզում ունենալ, որ երկարացեք։ Դուք շատ ոգեղեն պիտի լինեք։ Այսինքն, որպեսզի հիմա մենք կարողանանք պայքարել, ապրել, շարունակել լինել, պետք է լինել ոգեղեն։ Որովհետև հենց այդ ոգեղենությունն է, որ ծնեց Homo sapiens-ին ու հետո Homo sapiens-ը տեսեք ինչ էր ստացել։ Ողջույն 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անիտեր Գուլանյանը։ Այսօր իմ հյուրն է ֆրանսիահայ, ազգագրագետ, էաբան և հայագետ Ալեքսանդր Վարպետյանը։ Ողջույն պարոն Վարպետյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջաբար։ Պարոն Վարպետյան, այսօր ուզում եմ որոշ հարցերի պատասխանները ստանալ ձեզանից, որ մեզ ազգովի այսպես մտահոգում է այսօր, հույս ունեմ այդ հարցերի պատասխանները ստանալ։ Եվ առաջին հարցը այսպես դուք 1990 թվականին ստեղծեցիք էություն ազգային, այսպես ազգային մի համակարգ, որը իդեպ որքան ես գիտեմ, հենց կառավարության այդ ժամանակվա իշխանությունների այսպես առաջնորդությամբ էր, այո, եւ հավաքվել էին բավականին մեծ մի աստղաբույլ մտավորականների, ինչպիսին էր, ասենք, Շիրազը, Փարաջանովը, Համո Սահյանը, բազում այսպես մեծ էր, եւ որն էր այդ էության, այսպես ասեմ, ինչի համար էր դա, ինչ էիք ուզում ասել։ Ուրեմն դրանք զգալից
Ես ֆրանսահայ եմ, ծնված եմ Ֆրանսիայում, քաղաքացի եմ, ապրում եմ Ֆրանսիայում։ Բայց եկել եմ Հայաստան ուսումների հետ կապված։ Ուրեմն, երբ որ ավարտվեց ամեն ինչ 76 թվականին ես վերադարձա իմ երկիրը, իմ մայրաքաղաքը Մարսել։ Ասեմ, որ ճարտարապետ եք, չէ՞, մասնագիտությամբ, այո, նույնիսկ ծառայել եք բանակում, մեր խորհրդային միության բանակում եք ծառայել, այնուհետև վերադարձել եք Նորենցիա։ Այո։ Պես որ շրջական բանակի կապիտան եմ։ Ես կատակով եմ ասում։ Ուրեմն վերադառնալը վերահասցածելով Ֆրանսիայում գաղութում ես արդեն մի ամիս հետո աշխատում էի ճարտարապետության մեծ արվեստանոցում այդպես եւ կար եւ հայկական կյանք ես հատուկ չի մտածել որ ես հայ եմ պիտի հայության համար աշխատեմ կամ եւ այլն բայց հետո ես հասկացա որ ես այնպես հայ եմ մինչև իմ առաջին լեզուն եղել է ֆրանսերենը Եվ աշխատելով այդպես սփյուռքահայության հետ միաժամանակ հասկացա որ նորմալ չի կյանքը սփյուռքում, ընդհանրապես հայերի կյանքը նորմալ չի։ Ինչ իմաստով նորմալ չի։ Նորմալ չի որտեղ գիտեք ինչ է 24 բան այդ բոլորը գիտենք։ Հավաքվում են կրկնվող բաներ են, բայց որևէ ստեղծագործական մոտեցում չկա։ Հարց չկա, ինչ է լինելու վերջերենք, ինչ ենք այստեղ։ Եթե խոսում ենք հայության մասին, հայության վերջը ինչ պիտի լինի։ Բայց էսի հարցերը այստեղ ծնվեց գաղափար, որ այդ շարունակել չի կարելի։ Ուրեմն պետք է ապրելու նոր ձև գտնել, հասկանալ կյանքը ընդհանրապես ու իս կայանալ այդպես։ Եվ սկսեցինք արվեստը կան միջոցառումներ արվեստի հետ կապված երեկոներ, պոեզիա, թատրոն եւ այլն։ Եվ հետո էլի հարց եկավ, որ հարկավոր է մտածել, իսկ ինչպես ապրել։ Ինչ անել հայության հետ։ Հենց Ֆրանսիայում նկատի ունեիք, թե Այո, բայց Ֆրանսիայում այսպես ստեղծվեց մեր միջոցառումները հարատիվան ուխտ այդպես, որտեղ գիտեինք, որ հայությունը երկար չի կարող ապրել այսպես Ֆրանսիայում կամ Ամերիկայում կամ այսինչ։ Իսկ ինչպես ապրել եւ ինչու համար։ Եթե Ֆրանսիայում եք, ինչ կարիք ունեք, անպայման հայ լինել, նո։ Վայելեք Ֆրանսիայի կյանքը կամ Ամերիկայի կամ եւ այլն։ Այդպես չէր, հասկացա որ պետք է ինչ-որ մի բան անել, որտեղ ինչպես ուզում եք ասեք, չգիտեմ, ձեր երիտասարդությունը հիմա այստեղ։ Ես եղել եմ սովետական ժամանակ այստեղ, գիտեք, ու բոլորս էլ երազում ենք ինչ-որ մի բան անել։ Մենք նախանձում ենք գիտնականներին, որոնք նպատակ ունեն կյանքում, ինչ այստեղից թվում է, որ որևէ մեկը նպատակ չունի ինչ-որ կամ դրամաշխարհի կամ ինչ։ Բայց ժամանակներ, որ ես ճանաչեցի սովետական իրականություն, պրոպագանդա չեմ անում, ասում եմ ինչ-որ տեսել եմ։ Եվ զտումներ կային, բոլորս էլ մտածում ենք ավարտելուց հետո ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, այդ հարցը դրվում էր, բայց հետո գալիս էր նաև, որտեղ գաղափարական խոսակցություն կար։ Երկխոսության բան կար գաղափարական։ Մարդկանց, այո, մարդիկ մտածում են, մենք էլ անցնում ենք ամենայնիվս գիտական կոմունիզմը ինչ է, ինչ կարող է ամբոստանայինք, բայց ամենայնիվս մի բանով պիտի ղեկավարվենք։ Իհարկե եւ արմուտքի մտքերը կային այնտեղ ասենք Զիգմունդ Ֆրեյդ, Միշներ եւ այլն մարդկային մտածողությունը դե ժամանակ ինչ ուզում եք ասել 64-65 թվականներին չէ 70 թվականը արմուտքի մեծ պատերազմից հետո գաղափարական թափ բաներ կդիմա չկա դա չկա Ոչ միայն Հայաստանում չկա, ամբողջ աշխարհում չէ, ամբողջ աշխարհում չկա, մտածեք։ Այսպես սկսեցին գաղափարներ առաջ գալ, ես երևի ստեղծված է այդպես, մենք էության մասին կմոտենանք խոսելու։ Մենք գիտեմ, որ մենք լավ չենք անում։ Եվ ծախսվում էր, գումար էր ծախսվում, մարդիկ ուզում են ապրել, ապրում էին, գումար էին դնում, ինչ-որ ծախսումներ էին անում, բայց նպատակ չկար։ Անիմաստ էր այդ ամենը։ Անիմաստ էր դա։ Դե երևի ես Հակոբ ունեի Փիլիսոփայությամբ, սկսեցինք հարցեր տալ կամ ինչ,
Եվ իմանալով որ հավերժական չէ սփյուռքը, հարց առաջացավ իսկ ինչպես ապրել։ Այդպես այդ մտավորականներ կային տարբեր երկրներում հայ մտավորականին մեկս մյուսի հետ կապված են հարատևման ուխտ այսպեսի գաղափարներ բա եկեք հարատևենք Այդ հարատևման ուխտ հասկացողությունը հենց Սփյուռքի հայերի համար դուք սկզբից թե ընդհանուր ճիշտ ասած Սփյուռքի համար որտեղ Հայաստանը կար չէր լինի այդպես մենք 24-ը գա մի հատ 24 ենք անում հետո մի երկու երեկո այսպես ապրիլի 24-ը նկատի ունենք ապրիլի 24-ին գնում ենք այո ծնվեց գաղափար որ հարկավոր է ես փիլիսոփայական հապում միշտ ունեցել եմ իմ ինստիտուտում եմ միշտ նոթադրոնում շատ է փիլիսոփայական Այսպես մեծ գաղափարը հարատեման ուղտ եկենք մտածենք ինչպես կազմակերպենք մեր կյանքը, բայց չէ որ մենք բոլորս երեխաները կամ երիտասարդները դուրս են գալիս համալսարան կամ բոլորը մի հատ ծրագիր ունեն, չէ՞։ Այս կյանքն է, մենք այդ կյանքով ո՞նց ենք ապրելու։ Ինչի համար ենք ապրելու։ Որն է նպատակը կյանքի։ Նպատակի թեմա առաջ եկավ, հետո արդեն նպատակը շատ մեծ փիլիսոփայական թեմա է, հա։ Կյանքի իմաստը եւ նպատակը ամբողջ փիլիսոփայական ամբողջ մի մտքի բանն է ամբողջ նպատակը հենց այնպես չի գիզակետն է այսպես ասել այսպես դո տեսանք որ այսպես չի շարունակի եկեք մտածենք ինչպես կարելի է ապրել որպես հայ հարատեման ուխտ գաղափարացնենք այդ գանացին կագին առաջ թերթերում գրում էի մի քանի թերթերում կամ եւ այլն ինչպես այդ թեմաները ասեցին նոր թեմաներ հնչեցնել ոնց շատերը ստապվեցին որ իսկապես այս հարցերը որ տալիս եմ իրենք էլ սկսեցին տալ իսկ ինչ շարունակություն մենք էլ առաջարկեցինք եկեք նախ ճանաչենք ինքներս մեզ ասեմ մի անգամից որ ներդրի մասին ոչինչ չգիտեինք երբ շրջանակներ կա որ գիտեինք այսպես շատ բնական ձևով առաջ եկավ ինչ է կյանքը, ինչու ենք գալիս այստեղ, ինչու նման անելու, այդպես կա չի, ավարսետը ունի, չենք ապրում ուտելու համար, ուտում է, որպեսզի ապրենք։ Ապրենք, որ ինչ անենք, հետո ասում ենք, որ ապրենք ինչ անենք։ Ինչ անենք, ապրում ենք, որ ինչ անենք։ Հարցը հարցի հետևից, յորում էր ժամանակ գաղափարները Այսպես ծնվեց այդ միջոցառումը մենք կապվեցինք ես ակտիվի գրում ենք թերթերի բաների հետ եւ ճիշտ չէի մտածում որ պետք է այսպիսի բաներով զբաղվեմ ինստինկտիվ եկավ որ գիտենք որտեղ ինչ մտավորական ունենք այստեղ շատ բնական ձևով հասավ որ այդ հարատեման ուխտը պետք է արդեն գաղափար դնել իր զգուշքի մեջ Եվ փնտրել կյանքի իմաստը, իմաստավորել կյանք, իմաստավորել գոյությունը, եթե նվիրում ենք ինչ-որ բանի, ինչ-որ նպատակի, արդեն զուգահեռ սկսեցին գնալ նպատակները, դա կիբերնետիկական հասկացողություն է, հա, նպատակը, շատ լուրջ հարցեր, շրջապատը մեզ հասցրեց մի տեղ, արդեն որ ասեցի Հայաստան վերադառնալ տուրիստի ձևով կամ իհան բոլորը սպասում են Հայաստանում այս գաղափարներն անցան առաջ որտեղ մարդիկ են Հայաստանում են ուզում գաղափարի մասին իմանալ ինչու են ապրում ինչպես իմաստավորել կյանքը ինչպես հասկացաք այսպես ծնվեց գաղափարը կամաց Ես գրեցի մի բան, բեմադրություն բան էինք անում, մի սցենար գրեցի, հարատեման ուխտ, Փարաջանովի ոճով էր, Փարաջանովի աշակերտներն էինք Հայաստանում, եւ խոսք լրիվ հանել էի, պատկերների միջոցով, այլաբանությունների ու շատ որովհետեւ որ ստացվեց մի շատ կոպիտ սցենար, եւ այսպես այդ սցենարը հայոց ամբողջ պատմություններ անցնա Աստվածաշնչյանի ու եղբայրը սպանեց եւ վերջում կա մի փոքրիկ մանուկ է
ծվում փոքրիկ վագնիկը ժամանակի հետ մի ծիրունի հետ ժամանակը քայլում են ժամանակը խոսում են դրանց մենք չգիտենք ինչ է խոսում ու իմասն հանդրում բոլորը Այսինքն ուզում են այդ խոսքը հասկանան, էլի, հա, այդ ժամանակը խոսում է եւ չենք լսում ինչ է խոսում, ուզում ենք այդ խոսքը հասկանալ, հա, այդ կենթանի խոսքը լսենք։ Այո, ուրեմն մանուկներ փնտրում են ինչ-որ բան, մենք տեսնում ենք Սեմանիափի, Ծովիափի, մի հատ կուժ կա, հանում ենք կուժի մեջից մի մագաղատ, որտեղ բոլոր ազգերը ինչ-որ մի բան են գրել։ Ինչ են գրել, ես չգիտեի։ Երկու շաբաթ լոկել ջարդում, եկա հորինեմ, ասեք Ամենազգին կարող է գրածվել։ Ինչ կարող է գրածվել, բայց ինքնին ձևակերպեց էությունների սկզբունք։ Իսկ այնտեղ ծերնի ժամանակը ավազ է մաղում։ Քարերը հանում շարունակ ինչ որ սկզբունքով շարում իրար վրա, այսինքն էությունների գաղափարը ծնվեց այնտեղ, որպեսզի կարևոր եւ ոչ կարևոր բաներ կան։ Ինչպես եք վերնագրել այդ դա վերնագրել արևոթյաց պարը հետո արփիական դարձավ արևապաշտեն կամ մարդիկ հոգեբես արևապաշտեն լուսնապաշտներ կան հասկանալի է դա բնավորություն է ինչևէ ամենայն դեպս ստացվեց այսպեսի բան որ այդ մագաղաթը մանչուկը կարդում է Ես էլ երկու շաբաթ գլուխ կոտրեցի, հետո ասի, ուզում ես դու երկու շաբաթ բամիջ ասել այն ինչ մարդկությունը չի ասել մինչև հիմա, այդ բանի վրա, մագաղաթի վրա բոլոր ազգերը ինչ մի բան տարբեր լեզուներով գրում են, բայց մանչուկը որոշում է գրել մի բան հայերեն, ես ինչ իմացա, փակում է, վերադարձնում է ծովին էլի, այսպես տերական երևույթներ են բան եւ այլն բայց ինչ պիտի լիներ գրած այնտեղ այստեղ էությունների գաղափարը առաջ եկավ ու դեպի սցենարը եղավ շատ լավ ընդունվեց սցենարը միջալը դրամանին բոլորն էլ գրեցին այստեղ կար շատ բաներ գրված ֆարաջամավ կամ եւ այլն այնքան հետո սցենարը ես հետո գիրք սարքեցի դա քնարերկություն Հետո որոշեցինք դա կինո անել, ասեցի Հայաստանում արդեն կապերը կային, Ֆարաջանովը մեր բաններ, բոլորս նախանցում է հանճարների ժամանակ էր, մի անգամ ասել, հանճարների ժամանակ է, շատ բախտավոր եմ ես, որ ես հանճարների մեջ եմ, դել և ասեմ ժամանակ այդ բոլոր հանճարները, այդ համոսային բան ինչ ուզում եք, անբան եք, ոնց ուզում եք։ Վիկտոր Հաբարցումյանն էր ձեզ շատ Այո, ինչ որ խոսում էին, բան բասում էին Վիկտոր Հաբարցումյանը, բարձր մի հոյակապ ազնվորություն է, չեք պատկերացնի։ Ու ավակ սերունդը ինքն էլ էր որոնում։ Եվ ավակ սերունդը համոսային մի տեղ գրել էր ֆիլմի համար Բիդի օգնեք ոչ ոք չխնայեք կամ էսի մեջ նկար ունենք ասենք ինքը իր մոտ է գնացել գրում է ինձ եւ այլն կանոջը կանչի մեզ կոնյակ բեր ավակ սերունդի իսկապես կրծեր սերունդին նայում էր հույսով ինչ որ բաներ սպասում էր որ մենք ինչ որ բան ասենք Ես այդ նվելի Ինչ որ ժամանակ ճիշտ եմ անցալում պարոն Վարպետյան, ինչ որ ժամանակ էր որ բանալի էինք փնտրում, հա, ինչ որ բանալին փնտրելու, ինչ որ ազգի, ինչ որ թե ազգի կյանքի, այսպես ասեմ, հա, կյանքի իմաստի բանալին էինք փնտրում եւ կարծես բանալին չէր մտնում համապատասխան այդ կողպեքի բան։ Էստես կար, դա պատկերներ էր արտահայտած, որովհետեւ դայնաբանորեն էս մանչուկը բանը հայտնվում է մարդու հոգու մեջ, տղամարդ կա, որ հոգու մեջ է մտնում, այնտեղ սա անձավներ են բան եւ այլն, դռներ փակված, դուռը բացում ես բանալիներ կա թափված կիսատները, ամեն մի դրան հետեւ մեկ ուրիշ դուռ կա, բոլորը, ասենքան այդ իմաստներն են կրում, նո հասկանալի էությունների մասին էր, խոսքը պետք է գտնել էություն բառը շատ մեծ իմաստ ունի էություն բառը Մենք արդեն մտնում ենք Դուք ինչ եք դնում այդ էություն բառի մեջ օրինակ ես իմ ընկալումը ասեմ ինչ կարդացել եմ ձեզ եւ ինչպես եմ հասկացել դուք ինձ կարող եք ուղղել եթե ես սխալ եմ հասկացել ես այսպես ընկալեցի որ ամեն ինչից ինչ որ ունենք մենք ազգային այսինքն դա չի որ դա չի արժեքը մեր գենն է
Այսինքն այն մեր ունեցած գենը, որ մեր ինչ որ առաքելություն ունի այդ գենը, եւ մենք պիտի այդ մեր առաքելության բանալին գտնենք եւ տանք աշխարհին, վերադարձնենք կամ աշխարհին, կարելի է ասել։ Այդ ավելի լայն այդ բոլորը, ոչ թե մենք, միայն մենք, այլ մարդկությունը։ Ինչի անում այս մարդկությունը այս մոլորակի վրա։ Ինչի հայտնվել եւ ուր է գնում։ Բայց ըստ ձեզ ուրեմն ամեն մեկը իրենց դերն ունեն։ Յուրաքանչյուր ազգի դերն ունի այդ բանի մեջ ու հայերի դերը։ Հասկանալ, որ կյանքը իմաստ ունի, որ մենք չենք կարողանում հասկանալ։ Որտեղ իմաստ նպատակ բան, սրանք կիբերնետիկական հասկացողություններ են, որոնք պատահական չեն հայտնվել եւ դե ժամանակին գաղափարների աշխարհ կար, կար մի կես թերթ բան են կարդում, Ֆրոյդ են կարդում, գնում էին ֆիլոսոֆայելու։ Ես ինչ նա այդպես ստացվեց էությունը։ Այդպես ծնվեց էության գաղափարը։ Էության գաղափարը։ 90 թվականին Հայաստան եկա, արդեն ես այդ գաղափարում էի, ֆիլմի հետ կապված այդ ամբողջ մտավորականությանը հանդիպեցինք։ Չկա մի անուն, որ ասեք բացի Շարլ Ազնավուրից ամեն հավանականությամբ դա Շարլի խելքը չէր անհանից, շատ կներեք այդպես եք կարծում։ Այո, չէ, մեծ հարկանք ունեմ կառնամ, բայց նա շանսոնի է, շատ լավն է բան, մեծ միտք, այդպես նոքար։ Այսպես եկավ գաղափար, որ մենք ստեղծենք ազգային իմաստության տաճար, եւ ստեղծվեց 50 թվականին։ Պարոն Վարպետյան, ուզում եմ այսպես հասկանանք, դուք այնտեղ նշում եք, որ ազգն ու ժողովուրդը դրանք տարբեր են եւ ամեն ազգ ունի իր ճակատագիրը։ Ըստ ձեզ հիմա ո՞րն է մեր ճակատագիրը, հայ ճակատագիրը։ Ազգ ժողովուրդ իսկապես տարբեր բաներ են, որտեղ 97 թվականին ինձ հրավիրեցին Լոս Անջելես, ասեք մենք ինչ անենք, ոնց որ դուք մտքեր ունեք կամ այլն։ Իմ առաջի բանախոսությունը եղավ ազգ ժողովուրդ ամբողջ Ու դրանց տարբերությունը։ Ժողովուրդը ազգ չի դեռ։ Որոշակի սոցիոլոգիայի մեջ որոշակի սահմանում կա, ինչ բան է ազգը։ Ինչ պետք է ունենալ ազգ կոչվելու համար։ Մենք ամեն դեպս կապիկներից տարբերվում ենք, պետք է հարց տակ վերջում կպատասխանեմ շատ լավ։ Պարզվեց, որ այդ հոսանքը գնաց Վարդվեց, որ ժամանակի թեմա էր, և մտավորականությունը բախտ ունեցանք վայելել այդ մտավորականությանը, այսպես պիտի ասեմ, բայց հետո կասեմ, որ բախտը իսկապես մենակ մտավորականությունը չէր, այլ բախտն էր մեզ հետ։ Մեր տեսակ բախտի ալիքի վրա ենք ընկել։ Ինչու՞։ Անհասան այնտեղ էության թեման, ես չեմ բերել այստեղ էություն, ինչ բան է էությունը, մտածողությունների ամբողջ մի թեմա էր, մինչև ինքնաճանաչում, այսպես թեմաներ եկավ առաջ, և գրվեց այս գիրքը։ Բաներ եղան, որ Ծննդոց Այան, չէ՞, Ծննդոց Այայի մասին է խոսքը, այսպես ցուցադրեմ, որ հեռուստադիտողն էլ տեսնի, որ գրքի մասին են խոսում։ Ծննդոց Այա գիրքը պարոն Վարպետյանի, պարոն Վարպետյան, ներկայացրեք մի քանի խոսքեր։ Ասեմ, էության մասին է, էության հիմքի վրա է, ամեն ինչն է էության տեսանկյունից։ Հետո պարզվեց, որ դրա մասին մեծ գիտնականներն են շատ խոսել, ստացվեց, որ զուգահեռ հետո հայտնաբերեցինք, որ մենք բարեբախտաբար ընկել ենք ճիշտ ճանապարհի վրա։ Ես հեռուստադիտողի համար ասեմ, մեր հետևորդների համար ասեմ, ուրեմն խոսքը գնում է նրա մասին, որ փաստորեն սա 2000 թվականն է, չէ՞, լույս տեսել այս գիրքը, եւ դուք դեռ 2000 թվականին թվագրել եք մեր ազգի, այսպես ասած, մեր քաղաքակրթության տարեթիվը, որ 12000 տարի առաջ է եղել, այնինչ այդ ժամանակ նույնիսկ ամենահնագույն հնավայրը, որ գտնվել էր, Գյոբեկլի թեփեն, փաստորեն դեռ չէին ասել, թե ինչպես է թվագրել։ Այսինքն դուք արդեն ասել եք, հետո նոր գերմանացի գիտնականները հրատարակեցին։ Ուրեմն ես 99 թվականին Լոս Անջելեսում եմ, UCLA համալսարանից հրավիրեցին, տղաներն էին դերմանացել, նախարարացիների գիրքը դուրս էր եկել։ Ովքեր են արիացիները։ Ովքեր են արիացիները, այնտեղ լսել էին մեր եղբայրները, հրեաները,
շատ ու շատեր հետևում են թե աշխարհում ինչ է կատարվում։ Հрьяաները։ Այո։ Խելոք ծկենն չունեն ասելու ու հանկարծ մեկը վերցրել է ովքեր են վեշովարիացիների մասին գիրք է գրել, երրորդ տաղաները գնում են ասում են այնտեղ Ռիչարդ Հովհաննիսյանը կար։ Ռիչարդը հայրը։ Միացյալ Նահանգներում։ Այո, Ռաֆի Հովհաննիսյա հետ Ռաֆի Հովհաննիսյանը երեք անգամ վերավիրեց բանակցությունների զգուշից չերուսել կանիսի մեջ եւ ստացեց այդպես որ խորացան ինքնաճանաչում ես արագ խոսում եմ բայց այս ամբողջի հետևը կա ինչ որ կարդում ենք այդ ժամանակ հապշտակում ենք ինչ որ կար տարբեր գրախանութ բան եւ գրքերից որ ձեռքներս ընկնում էր տեսնես այդ մտավորականությունը ինչ է մտածել մինչև մեզ Են որ ես ուզում եմ ինչ-որ բան գտնել, ասում եմ, այսքան մարդիկ չեն գտել, դու ես ուզում գտնել։ Ուրեմն տեսեք ինչի դա կրկին բան դեր ունեցա, որ սա բնազանցի ասելով, որ մենք իրես առած սերունդի ենք, հատկապես ես այդ հանճարների մեջ ապրելով, նրանց ավակ սերունդի հոգատարությունը զգալով իսկական սերունդեր էլի ինձ ունեք ասել։ Ձեր հոգացության տակ էին առել, այսի մեծերը։ Այո, դուք կարգին բան արեք։ Մենք պատրաստ ենք օգնելու աջակցել։ Ինչ լավ շարունակություն կա։ Ես հիմա եմ զգում դա, որ ես էլ եմ շատ ուզում տեսնել։ Հետաքրքիրն է, որ իրենք էլ իրենց բնակավարներում գրողները, չգիտեմ, գիտնականները, իրենք բոլորը իրենց բնակավարներով իրենք զգում էին այսպես ներքին մի բան, ինտուիցիայով զգում էին, որ ինչ որ մի բան կա, ինչ որ մի տեղ, որը պետք է այսպես ճանաչել եւ հասնել դրան։ Այո, բարդությունը մեզ ցունենք, հա։ Մի հատ մոլորակ է, որի վրա հայտնվել է կյանքի մարդ հարարացն է, բարձրագույն մակարդակը, կենթանական աշխարհի, եւ կա էվոլյուցիա։ Կրոններում եւ այլն ընդունում ենք, որ թե զարգացած մարդը պիտի կրոնով բացատրեր ինչ-որ բան եւ այլն։ Ինչ բան է Աստվածը, վերջ հարցնենք։ Ինչ բան է ոգեղինությունը, բայց մենք դրա կարիք ունենք։ Ստացվեց այսպես մի բան։ Ուրեմն ինքնաճանաչում բան նժդեի թեմաներն էլ կար, էլի ազգը պիտի ճանաչի ինքն իրեն, ինքնաճանաչումը ազգի կարևորագույն պայմանն է, միջելոց։ Ինքնագիտակցություն, ինքնաճանաչման հասնելը, ուրեմն ես այս Գաբրիել Իվանովի աշխատության հիման վրա անում եմ այս ուսումնասիրությունը եւ 530 էջի վրա չբացենք, գրել եմ, որ բոլոր տվյալները անալիզ են անում, որ նեոլիթյան հեղափոխություն Ջոն Գորդոնի գեղեցիկ խոսքն է դա Այդ առումով հեղափոխություն անող բոլշևիկներ, մենք ասենք բոլշևիկներ ենք։ Բանի իմաստով էլի, եթե հեղափոխություն կա, դի բոլշևիկներ, չէ՞։ 530-ի վրա գրել եմ, որ բոլոր տվյալներն ասում են, որ նեոլիթյան հեղափոխությունը եղել է Հայաստանում։ Գբեկլի թեպե չենք լսել։ Այսինքն այդ խոսքը ասելու դու Գոբեկի թեփերի մասին դեռ չէիք լսել։ Ոչ ես գիտեի, ոչ Յուսելա համասարանում հայագիտական բաժինը Վեչսլավ Իվանովի հետ հանդերձ։ Ես ուրեմն սա հրատարակվում է, գնացել եմ գումարներ գտնելու սա հրատարակելու համար, բայց ստացվեց որ մեր ժողովրդի պաշտպանեց, որովհետև մեզ հավատացին։ Գումարներ տվեցին, ստացվեց հա այդ գումարները, պատկերացնում եք 2000 դոլար հենց չեն տալիս անցանդ։ Հավատաց, որ իր ծննդոցն է։ Հա, այդպես, եւ այդտեղ էս որ գրել էիք 10-ամյակի համար տալիս ենք տպագրության օգոստոսին, իսկ սեպտեմբերի 15-ին Էրիչյան 10-ամյակն է։ Ուրեմն սա լույս է տեսել, մենք Էրիչյան մասին չգիտենք, ոչ էլ այդ բաները գիտեն։ Յուսելայի հայգետները գիտեն, եւ հրեա շեֆը եւ այլն։ Պարզվեց որ նույն ժամանակ օգոստոս ամսին, երբ արդեն գիրքը հրատարակված էր, մենք խնդրեցին մեկ օրինակ, որտեղ 10-ամյակին ուզում ենք ցույց տալ, մեզ մի օրինակ արեցին, եւ այդպես եղավ, որ
լույս տեսավ առաջին անգամ Գյոբեկլի թեփեի Գերմանիայում հանագիտական վերլուծությունները կամ Գիտական բացատրությունները ամսագրում լույս է տեսել։ Մենք չգիտենք ոչ աշխարհը գիտի որևէ բան ոչ ես գիտեմ 2001 թվականին մի լավ ընկերպես կապված ենք էլի աշխարհի հետ ուղարկեց ամսագիրը գերմանական որտեղ խոսեց Գյոբեկլի թեփեի մասին հաստատելով որ ասեցին շատեր ասեցին չի կարող պատահել բայց դա բախտն էր մեզ ժողովրդած պատկերացնեք չէ սա լույս է տեսնում նա էլ ընդեղ է լույս տեսնում բայց մեկը մյուսին չեն հանդիպել այս տեսակ բան կա Եվ նույն բանն են ասում որ 12000 տարի առաջվա պատմություն ունի եւ հնություն ունի այո այդ մշակույթը Չարլզ Ունիվերսիտետին ասել թե հորինված է ասել լույսի տվաբանություն գիտեք թվերն եք Պարոն Վարպետյան, ինձ հետաքրքրում է, տեսեք, դուք ձեր ծննդոցում եւ ընդհանրապես հետեւողական ասում եք, որ այդ մշակույթը, որ հայտնաբերվել է, հա, այդ 12000 տարի առաջվա մշակույթը ինքը հայկական է, ինքը այսպես նախահայերի մեր մշակույթն է մի խոսքով եւ մենք ամիջական ժառանգներն ենք այդ ամենի, հա։ Ես գիտեմ, որ նույնիսկ 19-րդ դարի դեռ կեսերից արդեն ֆրանսիացի անունը հիմա չեմ հիշում գիտնական, որ առաջինը ասեց, որ աշխարհում ուրեմն մարդկության բնորանը դա հենց Հայաստանն է, Հայաստանի լեռնաշխարհն է, այդպես ասած, հայկական լեռնաշխարհն է։ Այո, դրանից հետո եկան զարգացնելու այդ թեման բազմաթիվ այլ գիտնականներ, ինչպես անգլիացի, ֆրանսիացի եւ մեր հայ գիտնականները խոսում են այո նրա մասին, որ սա բնորանն է, չնայած չտալով կոնկրետ թվեր, այո։ Դուք այդտեղ ասել եք 12000 տարի, բայց իրենք թվեր այդպես չեն տալիս։ Այնուհետև եկավ գենետիկան, ԴՆԹ-ն, որ ասում էր, որ 8000 տարի շարունակ հայկական գենը չի փոխվել, ընդ որում մայրական բանով, մայրական ուղղվածությամբ։ Հետաքրքիր է թե ինչու մայրական ուղղվածությամբ, զարմանալի բան է, որ հենց մայրական ուղղվածությամբ 8000 տարի հայկական գենը չի փոխվել, որը ապացուցում է, որ մենք հենց տեղաբնիկներ ենք, այսինքն տեղաբնիկների ամիջական ժառանգներն ենք։ Ինչը որ օրինակ այսօր մեր հարևան երկրները համառորեն ուզում են մեզ, այսպես ասեն, նեղել եւ ասել, որ տեղաբնիկներ չենք, եկվորներ ենք, այո։ Դժվար է դնում այդ ճշմարտությունը ուրեմն։ Պարզվեց, որ Գյոբեկլի թեփեն պետք է ճշտել, ինչքանով է դա հայկական։ Հենց այնպես ասելով չի։ Մենք դուք հետևողական ասում եք, որ հայկական մշակույթն է դա ձեր խոսքում, բայց արդյոք դա իսկապես հնարավոր է այսպես ամրագրել։ Այո։ Այո։ Ունենք բոլոր փաստերը։ Այո, բայց զորեղ փաստեր կան, որ հնարավոր չի վիճել այդ փաստերը։ Թվարկեք 1-2-ը։ Առաջինը Գյոբեկլի թեփեում անգղապաշտություն կա։ Հետքերը բան եւ սա բոլորը մնացել են քանդակների վրա կա կամ էսի մեկ Գյոբեկլի թեփե Գյոբեկլի թեփե 50 կիլոմետրի վրա կա անգղաբերդը հայրեն ճիշտ է կան դուք ինչ կապ ունեք դուրտե երբ որ ընդհանրապես այստեղ մի նկար կա շրջանը նախահանտիերոպական ընդգրկում է բոլորը Այստեղ ես իմիջիալոս ունեմ քարտեզ, տվել եմ, որտեղից պիտի դուրս գայեմ, այդ ժամանակ նավ չանեմ, ժամանակ չկորցնեք։ Քարտեզը կա, ես գիտեի Չավիլյու, թեփե այդպիսի մի տեղ կա գնացի։ Մի քիչ ավելի հեռու չէ Գյոբեկլի թեփից։ Այո, բայց շրջանի մեջ եմ մտնում, այդ կարմիր շրջանի մեջ եմ մտնում։ Գյոբեկլի թեփեն չկա։ Ուրեմն անգղապաշտության հետքերը գտնելով, հնարավոր երբ որ մենք խոսում ենք, մենք ունենք անգղապաշտություն, ես հիմա մի բան պիտի ասեմ։ Անգլիացիներ անունը շատերը բոլորն են ուզում լուծել, պատվելի բեդեկար, ասում է դա անկյունից է դուրս եկել Գերմանիայի նրա մոտ թողեք այդ աշխարհագրությունը այստեղ մի տեղ այլ կա, որ ասում է Արցախ, որովհետև դրա մասին խոսեցինք, Արցախ աչ է նշանակում, ձախ է նշանակում, որ ավելի հասարակ բան գտեք, այդ մարդիկ կարծում եք աշխարհագրությունը այդպես լավ գիտեի, որ դրա պիտի երկիր անեն։ Աչ ձախը որոշեի։ Այո։ Ինչևէ, ասելու համար որ ամենայն դեպս այդ իրար հետևից բոլոր հաստատվեցին։ Ուրիշ ավելի ինչ կարող էր հաստատել Սա, եթե ոչ, որ դուք ասել եք, ձեր ասածներ 2-3 տարի հետո ասում են գիտնականները։ Մինչև վերջին 2-3 տարի առաջ Գերմանիայում Լայպցիգում մարդաբանական էվոլյուցիվ մարդաբանության ինստիտուտում
շատ լավ ինձ դա շատ խելոք են էլի հաստատեցին հայերով որդուսն հայերի կենտրոնը դիմում է բանը հայկական վերնաշխարհում այդտեղ է առաջին լեզուն հայերենն է այստեղ արդեն հնարավորի որի մեկ այդ Այսինքն հենց իրենք են վկայում, որ առաջի լեզուն հայերենն է։ Դրա համար եք ասում, եթե ուզում են ուսումնասիրել, այս ամենը պիտի հայերեն սովորեն։ Ես եմ դա ասում եմ, առանց իմանալ, եւ այսպես զուգադեպություններ են եղել, որտեղ բնազանցություն առանց դրա չեն կարող բացատրություն տալ։ Դա ինչպես է։ Ես մենք այնտեղ գործ ենք անում, ասենք Հայաստանում հետո եկանք իսկ այնտեղ Գերմանիայում բացում են որ զուգահեռաբար աշխատում են։ Ո՞վ 6 ամիս տոկիա կլինենք մենք։ Շատեր ասում են հորինել եք, ես ինչ եք արել ես կրկնեմ իմ անդրադառնություն գիտեք տարիներով հաշվեք։ Ինչևէ մայր վերջի աշխատությունը ուսանասում գիտնական որ հայերենը առաջի լեզուն է եղել։ Եվ անհնար է այդ մշակույթի մասին խոսել, այսինքն միայն աշխարհագրական եւ հնաբանական տեղանքներով, այսինքն լեզուն պետք է զուգահեռ ուսումնասիրվել, լեզվի միջոցով պետք է խոսել քաղաքակրթության մասին։ Դիցաբանությունը անգր ասես կան կապ կա, այստեղ անգրապաշտություն կա, տորքան գեղ կա, այնտեղ վաշտամունքն է։ Հետո 2-3 տարի հետո, նա 10-նայնակ հետո կլինի Չաթալույուկում, որը Ասիայի կենտրոնում է։ Այդ դրանից հետո այդ հիթիթերենը կամ եսի մեջ դնել հայերենից առաջ դա գիտություն է։ Որտեղ բոլորը, եթե ասում են, որ 2000-3000 տարի հետո Չաթալույուկը ազդվել է անգրապաշտությունը, այնտեղ էլ կար։ Գլուխները կտրած ցույց են տալիս, հանգարները գալիս են եւ այլն, հասկանում եք որ այսպեսի պատկերացում գոյություն է ունեցել, այսպես է աշխարհում տարածվում հավատամքը ու դիցաբանական մոտիվները։ Դրանք այնպիսի բաներ են, որոնք ոնց ասեմ իրեն չեն լինում։ Այսինքն Համլետը Շեքսպիրի Չինաստանում չի հորինվում։ Ականջները ընկնում են մի բան, այնտեղ կարող է հակառակը պատահել, օրինակ Օթելոյի խեղդի Դեզնեոնան, Վաչինի կոնցեպցիան, էլի Օթելոյի կոնցեպցիան է։ Հետո հասկանում եք շատ բաներ։ Մի խոսքով, մենք խոսում ենք համամարտկային ճանաչողության մասին, համամարտկային իրականության մասին, հետո նայում ենք, որ դրա մասին այնքան մարդ է խոսել, այնքան հանձնել են խոսել, որ այլևս գիտենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Էության գաղափարը հիմա հասան դեսակ այս գիրքը, վերջի գիրքն էր, էության ակնուակունքը։ Այսա վերում են մեզ հաստատելու, որ սա ճիշտ էր։ Որ էություն բառը, բառը, սրբազան բառ եւ այլն ությունատանց է, միջանոց 7-ի եւ 8-ի փոխհարաբերություն կա դրա մեջ, դարձվեց որ անգամ շատ որ խոսում է քվանտային տեսություն, եզակիություն, սինգուլարնեստ տեսությունը, ինչ եղել է սկզբում, այդ 10-33 աստիճան, ինչ փոքր բան պիտի լինեն, դերից էս տիզեր գդորս գա, էությունն է եղել։ Կյանքի էությունն է եղել։ Հետո մեր գիտնականները կասեն, որ կյանքը երկրի էությունն է։ Կյանքը երկրի էությունն է։ Այո, այս ասել են շատ խելոք մարդիկ։ Ձեզ ուղղորդելու են այդ շատ պոետիկ հնչեց, կյանքը երկրի էությունն է։ Այո։ Ստացվում է այնպես, որ հետաքրքիր բան է, ուրեմն ժողովուրդն էլ կարծես ազգի մարմինն է, ազգը հոգին, հա, ազգը էությունը ժողովրդի։ Այո, ազգը էությունն է, հոգևոր գոյացություն է ազգը։ Դրան էլ ասում են, եթե կա ինքնագիտակցություն, մենք խոսում ենք ազգի մասին։ Հակառակ դեպքում կենտրոնական աշխարհի գոյություն ունի։ Չեք կարող ազգ ասել կենտրոնիներին, եւ որ խոսում են 50-60 հազար տարի առաջ են եղել, պետք է զգուշանալ, երբ է ծնվում ազգը այստեղ կա այդ հարցը, որտեղ ազգում է, երբ որ գիտակցություն է գալիս։ Որ հոգին ինչն է ինչա լինել է աշխարհի վերջը։
Հիմա գիտական տեսակետ կա, որ ընդլայնվում է, այդ ինչ սև էներգիա է, այդ ինչ սև խորոշներ են, եւ ինչով կարող է վերջանալ, մենք մի տեսակ նյութ դրեցինք, լավ թարգմանեցինք հայերենով, բիքրաչ, մեծ կծկում, այսինքն հագդարսման օրենքի մասին ենք խոսում, չի կարող անverջ Անձլայնվելուց հետո մեծ կծկման է եկել, այսինքն ինչ որ փուլից հետո պիտի կծկման է։ Հիմա ասեմ, էիզմի եւ մարքսիզմի, գիտական մարքսիզմի տարբերություն կա։ Նա մատերիալիստական է, ինչ որ մատերիալիստական է, ուրիշ բան չի ընդունում։ Դրանից էլ չի իմանում, թե այդ գիտական կոմունիզմը ինչ մարդիկ ինչով են ապրելու։ Պարզվում է, որ իրա ամբողջ աշխարհը կարող է կործանվել, բայց ինչ որ էություն անյութական մնա։ Դա գերագույն նպատակն է ամբողջ աշխարհի։ Դեպի այն է զարգանում գիտությունը։ Այնպես որ կրոնները բան եւ այլն, գիտեք այնքան զուգահեռներ կան, մենք օրինակ ասեցինք, որ կար զգայական եւ բանական, մենք ասենք, չէ՞ մի երրորդ էլ կա։ Ասում ո՞րն է։ Ասում են ոգին։ Էությունը, ասում են, ի՞նչ տարբերություն էության եւ բանականության միջեւ։ Ասենք ասել, եթե դուք ասում եք, որ փիլիսոփայությունը գիտությունների գիտությունն է, մենք էլ ասում ենք, էությունը փիլիսոփայությունների փիլիսոփայությունն է։ Վերին աստիճան։ Մարքսիզմը չի անցնում անյութական աշխարհ։ Էությունը անցնում է անյութական աշխարհ։ Ուրեմն մահից հետո կյանք կա եւ այլն, մենք բոլորը զարգանում ենք ոգեղինության ուղղությամբ։ Կյանքը այդ երեք հարկերը ներքին աշխարհի կա հասարակության մեջ, արվեստ, գիտություն, հավատամքներ։ Այո։ Սեք մարդու պահանջը ինքն ձագետվել է։ Եվ այդ ամբողջն է էությունը, թե ամբողջն է էությունը, բայց վերին էությունը ոգեղինությունն է ու դեպի այն է մենք գնում։ Որին ձգտում ենք, որին Միա ձուլվելու ենք հայրասուն Քրիստոսը։ Այս բոլոր դուք ինչ որ ես ասում եմ, այսպես նավես հատվածով կա եւ քրիստոնեության մեջ, եւ տարբեր փիլիսոփայություններում կամ իսի մեջ, որոնք դուք ճիշտ ճանապարհի վրա եք։ Հարցին։ Հետաքրքիր է, պարոն Վարպետյան, այ որ ասեցիք, այս ամենից հետո ես հասկանում եմ, որ ազգը, այսինքն ամենամեծ ուժը ազգի համար ինքնաճանաչողությունից բացի նաև այդ գաղափարն է, հա, այդ այսինքն ավելի մեծ զենք կարող է զինվել, պետությունը կարող է բազում լավ զենքեր ունենալ, բայց եթե չունի գաղափար, եթե չունի իր ինքնազգացման գաղափարը, այսինքն այդ զենքերներ կարող են չծառայել որևէ ոգեղինության մասին։ Ինչ բան է այդ ոգեղինությունը, արդեն մենք այստեղ ոնց որ գալիս ենք միտեղ, որ գիտությունը դժվարություն ունի բացատրելու, բայց փաստը կա։ Հավատամքները ինչու գոյություն ունեն։ Ինչու դա կամ նա, ինչ բան է ռելիգիան։ Բացում է, որ ոգեղությունը, որ այդքան ձգտում է, ճշմարտությունը էություն է։ Չայլոտ հիմա մենք այս կան որ խոսում ենք, հավատացնում ենք դες, որ շատ բան աշխարհում դեռ այդքանը չգին։ Բան չեմ անում, չեմ հպարտանում, բայց ասեմ, ինչ լավ է, որ գիտեք, որ դեպի ուր ենք գնում։ Քրիստոսին էլ խոսքն է, չէ՞, շագերտն է հարցնում, ինչ է լինելու վերջի, ասում է, դուք գիտեք սկիզբը։ Որտեղ կլինի, գիտեմ, որտեղ կլինի վերջը։ Ես էլ ձեզ հարցնեմ, ինչ է լինելու հետո։ Պարոն Վարպետյան, մեզ ինչ է սպասվում, մեր ազգի ճակատագրին ինչ է սպասվում։ Նույնիսկ եթե մենք մարդկայնորեն անհայտանանք, անհայտացել են ազգեր կան, հա, անհայտացած ազգեր կան։ Տխուր բան եք ասում, բայց լսեմ, տխուր բան եք ասում, բայց լսեմ։ Ես կասեմ, անջարներ կան, որոնք չկան այլևս այսօր, բայց դրանք ներկա են։ Առավել ներկա են, քան ներկաները։ Այո, ահա թե ինչ է նշանակում էվոլյուցիա, հոգևոր էվոլյուցիա։ Ինչպես անհատը, այնպես էլ ազգերը ունեն իրենց հոգևոր էվոլյուցիան։ Հիմա մենք խոսում ենք շումերների մասին, մենք հիշեցնում ենք, նրանց հավերժացնում ենք։ Իրենց էպոստով, իրենց իրականությամբ թողած մենք տեսնում ենք այդ հոգևոր մարդը իր հոգևոր կատարելության ուղղությամբ է զարգանում։ Այս աշխարհը որ փլուզվի ինչ է մնալու է հոգևոր էությունը։
այդ մեծ կծկումից հետո որ սինա դառնա 10-33 աստիճան, ու պատկերացրեք ինչ չիման։ Ահա ինչի տարբերություն կա մարքսիզմի, լենինիզմի եւ էշան չէ, որտեղ նա ընդունում է որ այսինքն կվերադառնանք այն նույն սկզբին, երբ Աստվածաշնչում ասում ջրերն էր եւ ջրերի վրա լողում էր Աստծո հոգին, այսինքն դուք հետաքրքիր բան ասեցիք, միջև եթերը ասեցիք այդ Աստծո հոգին հենց այդ էությունն էր։ Դուք ասեցիք հենց էությունն էր լողում։ Այդ տեսակ բան կա։ Ուրեմն այդ ինչը որով մենք խոսեցինք, սա հնարավոր է գտնել բոլոր կրոններում, գիտական բոլոր տեսություններում, այնպես որ դա հորինված բաներ չենք ասում, վերցրեք, կարդացեք։ Պարոն Վարպետյան, այսպես ամփոփելով մեր այս ամբողջ ինֆորմացիան, ինչի մասին որ մենք խոսեցինք, կուզենամ որ sense մի բնութագրում տակ, ով է հայը ընդհանրապես, եւ արդյոք մենք այսպես որ դիտում ենք, քիչ առաջ ասեցիք, որ հա կարող ենք հին ազգերը կարող են գնալ դեպի անհետացման, ով է հայը եւ որ այդ էվոլյուցիան փուլում ենք մենք գտնվում եւ արդյոք մենք հոգնել ենք ընդհանրապես հայ լինելուց։ Ուրեմն մի հատ հարցել կա։ Էություն ծննդոց այա։ Հարցիկ ինչու այա։ Ինչու այա։ Որտեվ հայերը 4 անուն ունեն՝ հայ, արմեն, ֆլա, սոմեխի։ Բարձում է որ առաջին անունը, քանի որ Սվետիչ անունով Իլիչ Սվետիչ անունը չդեսնված լեզվաբան կար երիտասարդ մահացա, արեց բառարան նեոլիթյան լեզուների, ու հայտնվեցին դեռ որ բառերը եկել են Աֆրիկայից եկել են խոսող մարդիկ։ Աֆրիկայից։ Այո, իման 300 տարի են ասում Homo sapiens-ի։ Ուրեմն նրանք խոսել են, գվեգլի տեփեն կառուցել համար պետք է խոսել։ Հենց այնպես զերո ոդով չեք ասել, դուստե դիր կամ եսի ինչ։ Ուրեմն միտք է եղել եւ լեզու։ Այդ այա անունով իլիստրեցի արածը ցույց է տալիս առաջին հասկացողությունները այ արմատով։ Այ ար հայ երևի։ Հետո է անցնում։ Արի։ Հայերական շրջանում, իզմական շրջանում այերն էին մնում, այեր էին կոչվում, մեկ էլ կոչվում էին հայեր։ Ինչու են քուրդերը մեզ անվանում ֆլան պոլե, այսինքն հող։ Ուտի հողագործի առաջին հայերը։ Տարբերությունը սկսում է երևալ, Ադամ, Եվան կամ եսի մեջից, ուրեմն կայր ցեղեր Աֆրիկայից եկած, հայկական լեռնաշարք, շատ բարեբեր հայկական լեռնաշարքը, մինչև դեռ չի սառցակալել, մինչև վերջերս 2 տարի առաջ Այսինքն մենք խոսում ենք 300,000 տարի առաջվա մասին, ինչի մասին ենք խոսում, որ թվարկության մասին ենք խոսում, այդ որ եկել են Աֆրիկայից։ Մենք խոսում ենք հիմա շատ վստահ չեմ կարող շատ բան ասել, որ հանրագիտական հետքերը վաղը կարող հայտնաբերեն ուրիշ մի բան, եւ բայց ամենայն դեպս Շանիդարում, որ հեռու չէ հայկական լեռնաշարից, նեանդերտալցի կա։ Այն ժամանակ չէին ասում հայ չինադի կամ էսմի։ Նեանդերտալցի, Homo sapiens, մտածող մարդ, Homo habilis, անտունակ մարդ կամ եսի ինչ։ Ուրեմն ստացվում է, որ Աֆրիկայից որ բարձրացել են վերև, հայկական լեռնաշարքը եղել է ամենանապաստավոր իրավիճակը կյանքի համար։ Կյանքն էր թելադրում, հա։ Կյանքը իր ծրագիրը ունի, ոչ մեծ է լսում, ոչ էլ ուրիշին, կյանքը մտնում է տեզերքի ծրագրի մեջ։ Իսկ դրա համար էլ պետք է հիմք լինել։ Նախ պիտի լիներ աշխարհ, երկիր, հետո պիտի լիներ կյանքի ծնունդը։ Հետո պիտի սկսեին ազգեր ծնվել, մարդիկ ծնվեին, մարդիկ պիտի հասունանան։ Ուրեմն հարց է առաջ գալիս ինչպիսի հասարակություն եք ուզում ունենալ, որ երկար ապրեք։ Դուք շատ ոգեղեն պիտի լինեք։ Մենք, այսինքն որպեսզի հիմա մենք կարողանանք պայքարել, ապրել, շարունակել լինել, պետք է լինել ոգեղեն։ Որովհետև հենց այդ ոգեղությունն է, որ ծնեց Homo sapiens-ին ու հետո Homo sapiens-ը տեսեք ինչ էր ստեղծեց։
Ինչպես արտահայտվեց հասարակության մեջ այդ երեք շերտեր արվեստներ, գիտություններ, հավանականներ կամ եղել։ Հետաքրքիր բան պիտի ասեմ, եթե այս տեսակ մոտենանք, թռնում ենք տարբեր տեղեր եւ եկա հասկացաք, առնվազն 30 տարի է պետք է այս ամբողջի մասին խոսելու համար։ Մեկ հաղորդման մեջ անհնար է խոսել եւ ոչ էլ մի քանի հաղորդման։ Ուրեմն տեսեք, էությունները հասկանում են, նշանակում է հասկանալ կյանքը, հա, աղագին հասկանալ կյանքը, աղագին, չասեցի բոլորը։ Նժդե ունի ինչ-բան է ցեղակրոնություն։ Ինքնաճանաչմամբ կարող է ազգը վերադաստիարակվել, ինչ որ էությունից ծնված լինելու էություն բառն օգտագործում է նժդե։ Ես համոզված եմ, որ ինքը չէ որ դա ասել է Ահարոնը, Արինյանը չէ Հայկ Ասատրյանը, Հայկ Ասատրյանը, որը ֆիլիսոփա է, որտեղ այդ խոսքը ասում է Ժակ Բլանգը, Մաքս Բլանգը, որ ես խոսում եմ, մի բան է ասում, մատրիցիան է ամբողջ աշխարհի, նույնական միան ոգևոր իմաստուն էներգիա է, որ իմաստուն էներգիա ունի, այսինքն ծրագիրը մենք օգտագործում ենք հայկական բառեր։ Ուրիշ բան չենք ասելու, բայց պետք է փնտրել մի բան, մի սկիզբ, որն էլ հենց այդ 10-33 աստիճան բլանգի պատը կոչվում է սահմանը, այդտեղից է տիեզերքը դուրս գալիս, տեսնում եք, մենք արդեն խոսում ենք բաների մասին, որ աշխարհի մեծագույն գիտնականները այդ ուղղությամբ են պատմում, թե կյանքը ինչից սկսվեց։ Եվ ինչպես պիտի վերջանա, ես այն որ ասում եմ, մեկ էլ հայտնաբերում եք, որ ինչպես պիտի վերջանա, ասել է եւ Քրիստոսը։ Սկսում եք զարմանալ։ Ինչպես եղել, որ ծնվել են հանճարներ, որ արել են մեծագույն կռավներ։ Սա արդեն լավ հետաքրքիր աշխարհ է, բայց անբացատրելի։ Որ կա այսպիսի իրականություն։ Հիմա այն ինչ որ մենք այստեղ կատարվում է, ոչ մի չի կատարվում։ Հայաստանում նկատի ունեք։ Այո, աշխարհում էլ անգած է հակին, բայց նրանք բագաժ ունեն, հա։ Դուք Եվրոպայի կյանքը, ստեղի կյանքի հետ բանները, մի համեմատեք, այնտեղ շնորհ նպատակ ունի, նրանք ոգեղենությունը դնում են առաջին հերթին։ Հավատացյալներ են, բայց անպայման չէ որ նրանք միայն հավատում են։ Գիտնականները հակում ունեն, ոգեղենության կարող է բացատրություն տալ, ես դրա կարիքը ունեմ, ասում եմ ես, ասում եք դուք, ասում է հասարակությունը։ Ինչպես բացատրենք, սահմանումը ո՞րն է այդ ոգեղենության, որ ասում եք այ ոգեղենությունը կարող է մեզ։ Դա գիտեք բացատրելը շատ դժվար է լինելու, որովհետև շատ վերացական հասկացողություն է։ Հոգեվիճակ կա, դուխովնս ասում է։ Դուշան եւ դուխը տարբեր բաներ են։ Ոգին եւ հոգին։ Հոգին եւ հոգին տարբեր բաներ են։ Դուշան իկական է։ Ոգին դուխը արական է։ Արական է։ Հիմա սկսելու ենք այդ հակադարձման օրենքն է մտնում, տեզերքի իկական է, արական է, այսինքն այն բոլոր բաները ինչ որ գոյություն ունի, ինչ որ մենք հանդիպում ենք, հետաքրքիր ձևով տեղավորվում են տեզերագիտության մեջ։ Ուրեմն ճանաչողություն եւ ես էլի գիտեք բախտ եմ ունեցել նաեւ որ ապրել եմ սովետական ժամանակներում, հա, կար ոգեղենություն։ Դուք սկզբից ասացիք, որ խորհրդային միության տարիներին կար ոգեղենություն, ինչը որ չկար Եվրոպայում դուք այդ ժամանակ։ Հիմա ոնց որ հակառակը արդեն ասեցիք, այսօրվա համար արդեն, որ այնտեղ կա արդեն ոգեղենություն, մենք ինչ որ կորցրել ենք մեր ոգեղենությունը։ Այսպես բան կա։ Մարքսիզմի մեջ կա ոգեղենություն, հա։ Թող հակառակ չասեն, որ մենակ իջնում է թվական կամ եսիմի կոմունիստական ձևակերպումը մարդու կամ եսիմի ինչ-որ հասարակություններ էին պատկերացնում այդ մոդելը։ Ես ասում եմ, տարբերությունը այնտեղ զգում էին, որ մի բան կա, բայց կրոնական սահմանից են կողմ չեն կարողանում նայել։ Մեկ խոսում ենք գիտականորեն, բայց խոսում ենք հավատամքի կարևորությամբ, հավատամքի որ ասում ենք, ոգեղենության մասին է խոսքը, թե ինչ է դա այն է, որ մեզ բարձրացնում է վերև, նա այն է, որ մեզ հույս է տալիս, որ ինչ-որ ձևով գոյություն պիտի ունենանք մայից հետո, որ բանկաներ, որոնք նյութական չեն, հավերժական են եւ այլն, ու
Սիլիվիլի ենք անում հավերժության հետ։ Լավ բան էլի։ Հավերժություն, տեսնում եք ընդ հուսալություն չկա, այս ընկա, այսպես խոսեցի։ Այսինքն կարելի է ասել, որ նաև կարելի է ասել, որ այդ ոգեղենության մեջ մտնում է նաև ազգային ինչ-որ գաղափար ունենալու, ազգային տեսիլք ունենալու, ազգային երազանք ունենալու նպատակը, ձգտումը։ Պայման, ես օրինակ խոսել եմ կարծում դրա մասին։ Իսկ միայն դա է երևի բանալին։ Այս պահին էլ միայն դա է բանալին։ Ոգեղենությունը ով ձեր Պարուժված ազգային նպատակով, ազգային երազանքով։ Այո, ապրեք ոգեղենաբար, դա անհատապես էլ ապրեք, ընտանիքում էլ ապրեք, այդպես հասարակության մեջ էլ ապրեք։ Եվ ընդհանրապես ապրեք։ Եվ ընդհանրապես ապրել, չենք ապրում ուտելու համար, որտեղ մենք եսնիցեն, կտեսնենք, որ ապրել, լինել, տարբեր հասկացողություններ են։ Համենայն դեպս որ կյանքը այն չէ սահմանափակ թվեր, հեսա կոմպյուտերները ամեն ինչ կանեն, կոմպյուտերները մենք ենք օրինել կոմպյուտերները, մարդն է ստել ամենայն դեպս։ Արհեստական բանականությունն էլ ենք մենք օրինել։ Այո, ասելու համար որ եթե այսօր երաժշտությունի անում արհեստական բանականություն կանյան, մեր ծնունդն են։ Ընդհանրապես գործիքներ են, մեծ իմաստով գործիքներ են, ընդհանրապես աշխատանքն ավելի հեշտացնելու համար։ Եթե առաջ դա անիվներ, սայլներ, ապա հիմա արհեստական բանականություն։ Ես սա բերեցի, ուղղակի ցույց տալու համար։ Ինչ է, պարոն Հակոբյան։ Ես սկզբից էլ տեսա, ուզում էի ձեզ հարցնեի, բայց հարց չտվեցի, հիմա եմ հարցնում։ Էջան հետ կապված մեր բարձր մտավորականությունը եւ ոչ միայն մեր, այլև օտար մտավորականությունն այնպես։ Այո։ Վիկտոր Համբարսումյանի ստորագրությամբ, ստորագրությամբ իր։ Սա Փարաջանովն է։ Սա Փարաջանովն է։ Իր ինքնագիրն է սա, Փարաջանովի ինքնագիրն է։ Հրաշալի է։ Հրաշալի է։ Եվ այստեղ չեմ հասնում կարդալ թե ինչ է, խոսում են էությանը աջակցելու մասին, հա, էությանը ձեր ստեղծած ֆիլմի մասին կար, այո, հրաշալի է։ Շատ մարդկանց ինքնագրեր կան, որ թանգարանային բաներ են սա, ես որպես արդեն թանգարանագետ եմ ասում նաև։ Ռեսոր ունենք Թիֆլիսում, Լայկական թատրոնի, տեսավ, սրա օրիգինալը կա։ Գիտեք ինչ կան արժի։ Այո, սա Փարաջանովի ձեռագիրն է, սա թանգարանի, այսպես բան է, այսպես թանգարանի նյութ է, թանգարանային նյութ է։ Պարոն Վարպետյան, եւ իմ վերջին հարցն եմ ուզում տալ, որ իմ բոլոր հյուրերին այդ հարցը տալիս եմ, չնայած այնքան սրբազան բաների մասին խոսեցինք, անհարմար եմ զգում անգամ այդ հարցը տալ, կարող եք չպատասխանել, դա էլ է տարբերակ։ Ինչով է մարդը տարբերվում կենդանուց կամ կենդանի անասունից։ Էվոլյուցիայի տարբեր աստիճաններ են։ Հետանիներն ունեն շատ ընդհանուր մարդկանց հետ կապված, նրանք էլ ինտուիցիա ունեն, նրանք էլ զգացմունք ունեն։ Մենք նայում ենք բաներ ու ցույց են տալիս երբեմն չի, ինչպես է այրուց մայրը իր զավակի նկատմամբ, ուրեմն հարատևման ինստինկտը դիեզերական է։ Ամեն գոյաձև անգամ կենդանիներն դա ունեն, բայց մարդը զարգացած է այդ աստիճան, կենդանին դեռ չի հասել մարդուն։ Էլի վերադառնում ենք այդ ոգեղենությանը։ Այո։ Էլի այդ ոգեղենության, այսինքն զգացողության մակարդակի չէ մարդու մոտ, իր մոտ արդեն ոգեղենության մակարդակի վրա է։ Միայն, չէ, կենդանի միայն զգացական բանի մեջ է գտնվում։ Այո։ Նա նույնիսկ բանական մակարդակի չէ։ Դրա մոտ ինտուիտիվ է ամեն ինչ կատարվում։ Իսկ մարդը տեսեք բարձրացել է 3 աստիճան ոգեղենության, արդեն ենք խոսում ենք ոգեղենության մասին, նեյությունների մասին։ Նույն բանը կարելի ասել նաև ազգերի համար։ Իհարկե։ Նույն բանը։ Իհարկե։ Այնպես որ հիմա ես մի շատ գոհ եմ ճակատագրից, որ ոչ միայն ապրել եմ այս հանճարների մեջ, ու վայելել եմ նրանց բարեկամությունը ինձ, հավիտերտարանն ասում եմ, Ալեք, ты понимаешь, ты мне нужен, ես ասում եմ, ինչի պետք է վերնգա, ես հիմա ես եմ հասկանում, թե ինչու են ինձ ինձել են հարդ, դուք էլ ինձ, ահակի ոգերել, հակարդակում շատ մանտի լիներ, որ տեսեք ինչքան կարիք ունենք մենք այդ ոգերինության, դա բարձր ազնվություն են, դա բարձր նպատակ է, բարձր եւ այլն։
Պարոն Վարպետյան, այնքան հետաքրքիր է ձեզ այդ զրույցը, այնքան փիլիսոփայական այսպես զրույց ունեցանք, կարելի էր անընդհատ խոսել, բայց մեր հաղորդումը այսպես սահմանափակ է, մենք պիտի եզրափակենք, ինչ որ մի խոսք ունեք, որ կուզենայիք ասել ավարտին մեր հաղորդման։ Հաղորդմանը կուզենայի ասել, հատկապես երիտասարդությանը կուզենայի ասել, որ ավեք սերունդին էլ կարելի է ասել, բայց նրանք արդեն գիտեն ինչ որ բան, որ մի փչացրեք ձեր կյանքը Կյանքը այնքան հզոր բան է, իմաստ փնտրեք, ոգևորություն փնտրեք, հերոսություն արեք, գժություն արեք, բայց ոգեղին եղեք։ Թե այնքան տխուր է տեսնել այդ մարդկանց, բիտավոյի բան եղած ասում ես, ես մեկ կենտանու ավելի գնահատում, քան թե դες։ Ախր դες տրված է դա։ Շռայլորեն է տրված այդ հնարավորությունն աճելու։ Դե ես ասում չեմ կարողանում աճել, դե ասում եմ գիտեք կենտանիներն էլ չեն կարողանում աճել։ Բայց ապրում են։ Բայց ապրում են։ Ապրեք դուք էլ այդ տեսակ։ Մենք խոսում ենք հասարակության մասին, մենք խոսում ենք էթնիկական հասարակության մասին ու ազգերի մասին։ Հիմա հայերի բամբողջ պատմությունը դենց երևում է ինձ կեսագործության մեջ։ Այան մայրականից է գալիս դիցաբանության մեջ, որտեղ չկա մայր աստվածուհի, դրանք նոր կրոններ են։ Պիտի ապամը սկսվի մայր աստվածուհուց, այդ կյանքն է այդպես ստեղծել, մարդը ինչպես է սկսել հորինել դիցաբանություն եւ այլ։ Ստեղից է բառեր են գալիս այ Մեկ լավ գիտնական ունենք, հայագետ ասում էր, հավանական է, որ արը գալիս է այից, շատ հավանական է, համշեմի բարբարով, արի պիտի ասի, հետո մենք ունենք արը, հետո գիտեք ինչ է շատ տակրկիր, որ ար և ար փոխհարաբերությունը կա հստակ վանի մեջ, հնդիկների մոտ, սանսկրիտում, կան այեր, կան արեր, ասում եք, սկսում եմ հասկանալ, որ այս աշխարհը մի շատ գեղեցիկ բան է, որ Համլետ ամենտեղ են խաղում, որ սա ամբողջ, եթե ասում ես ուզում եմ նորից ապրել, կհասկանամ դա, եթե ուզում եք այդպես ապրել, այնտեղ ձանձրանալ չկա։ Պարոն Վարպետյան, շնորհակալություն ձեզ հետ լսելուց, ձեզ լսելուց ես էլ ոգևորվեցի, ցանկություն առաջացավ հերոսություն անելու անգամ, Մենք նկատեցի, որ դեր մոտ կա դա, շատ լավ դաստիարակություն եք ստացել, շնորհակալ եղեք Տերնոտանին, ձեր հայրիկին, որ ինքը ապրել է այդ բաներով, երեք խոսքի մեջ ասեցի, որ կուզենաս մի հատ հեղափոխություն արել մի հատ էլ չանենք։ Այո, հայրիկիս այդպիսի բան ասեցիք, մի հատ էլ հեղափոխություն ժամանակին արել ենք 90-ականին։ Ինչ էր հաղորդել, որ նայեք մեզ ծերունիներից մենք խոսում ենք ոգեղենությունից։ Այո։ Մեղքեք, մի փչացրեք ձեր կյանքը, սա այնքան խորը բան է այս կյանքը։ Շնորհակալ եմ, պարոն Վարպետյան։ Շնորհակալություն։ Եթերում Մանուշադրության կենտրոնն էր, այսօր իմ հյուրն էր ֆրանսիահայ հայագետ, ազգագրագետ, էաբան Ալեքսանդր Վարպետյանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Մնացեք բարյավ։